Ես Նարինե Գրիգորյանն եմ, Ազատ Մաջարյանի մայրն եմ, շատ վիրավորված եմ բոլորից, որդուս շիրմաքարը այսօր երրորդ անգամ վնասվում է, չգիտեմ ինչի համար, նախկին ներկա անելով, որդուս շիրմաքարը վնասվում է երրորդ անգամ, նկարը նայեք ճաքը, այսենց ճաք է գնացած, հեսա նայեք ճաքը, հետևից էլ որ նայեք կտեսնեք, նկարը ամբողջությամբ արդեն վնասվում է նկարը, նայեք, շքանշաններից կերևա ավելի լավ, հետևում է ճաքը, որ նայեք ուր է հասա, արդեն նայեք, ճաքը այսենց գնում է։ Խոսել եմ, Պաշտպանության նախարարություն եմ խոսել, Եռաբլուրի անձնակազմի հետ եմ խոսել, Սկզբից խոստացան մինչև հոկտեմբերի 30-ը քարը փոխել, որովհետև նախկինը բռակ քար է բերել դրել, հետո ասեցին մինչև տարվա վերջ անպայման պիտի փոխվի, տենդերը մեկ ուրիշը պիտի շահի, դրանից հետո էլ ասեցին հունվարի 20-ից հետո Պաշտպանության նախարարության կապշին բաժինը, դրանից հետո ոչ մեկի չկարողացա կապնվեմ, զանգահարեցի թեժգից Պաշտպանության նախարարության, ասեցին մարտի վերջին, արդեն տենդերը շահել են, մարտի վերջին ձեր որդու շիրմաքարը պիտի փոխվի, առաջինը, այսօր ես խոսում եմ Եռաբլուրի անձնակազմի հետ, ինձ ասում են, որ դեռ նոր են տենդերը շահել, դեռ նոր են պայմանագիրը կնքել, դեռ չգիտեն երբ կփոխվի քարը, այսինքն անցա 2024 թվականի օգոստոսից ինձ խաբում են, 20 տարեկան որդի տվեցի, տախտակ տվեցին, որ 3 անգամ քար փոխեմ, 3 անգամ այս նկարը այս քարը վնասվել է, ես մեղավոր եմ, որ նախկին տենդեր շահողը բռակ քարեր է բերել դրել, այս նկարը այսպես փոխվել է, այո, քարը վնասվել է, սկզբի առաջին անգամ ասեցին նկարը ճիշտ ֆորմատով չեն դրել, դրա համար է գունաթափվել, երրորդ անգամ այստեղ եսի ինչ էին գցել, լրիվ այսպես կոտրտվել է, երկրորդ անգամ, երրորդ անգամ էլ հիմա այս ճաքն է, ես ում մեղադրեմ, ես երեխա տվեցի, որ տախտակ տամ, որ հետո հիմա էլ ընկնեմ, չեիք սարքելու, չսարքեի, ես կսարքեի իմ երեխու շիրիմը, ինչ ասել ասա, բոլորը դա բանտերի արանքով են նայում ամեն ինչին, որ գնայի Պաշտպանության նախարարություն, բազմիցս ասել եմ Պաշտպանության նախարարությանը, որ եթե ես գայի ձեզ մոտ, աղմուկ բարձրացնեի, բղավեի, պիտի ասեիք զոհվածի մայրը իրեն լկտի պահեց, հիմա ինչ անեմ, ասեք, թո պատասխան տան, ով մեղավոր է, թո պատասխան տա, ինչքան կարելի է, ինձ Եռաբլուրի կազմից ասեցին կան այդպիսի քարեր, դե ես չգիտեմ, ես անգամ դեկտեմբերի 20-ին հանդիպել եմ վարչապետին հետ, խնդրեցի, իրեն էլ ասեցի, որ երեխու քարի հետ սենց խնդիր կա, ասեց ես կասեմ, թող Պաշտպանության նախարարությունը դրանով զբաղվի, դա էլ մոռացվեց։ Այ այստեղ, այդ դա է տաշեցին, ուղեցին, ասեցին, որ ծնողը չնեղվի, բան չանի, ու երրորդ անգամ գալիս եմ, տենում եմ այս ճաքը, ասում եմ, բաճ, ասում եմ, էդի թեթև ճաքը, նայի, մատը սկի չի էլ վնասում, բայց մի հատ հլը մատով արեք էստեղ, ու այդ ամբողջ ջուրը, անձրևը, ձյունը, լցվում է այդ ճակից ու նկարը վնասում է, այսինքն ծնողը ինչ անի է, ինչ, կահանի էստեղից տանի անձնական գերեզմանում դնի, որ հանգիստ լինի, նայեք հլը էստեղ նայեք, ամբողջ գունաթափվում է արդեն նկարը, մի օր կգամ կտենամ քարը մեջտեղից ճաքած ընգածը, ինչա չգիտեմ ով պիտի շահի այդ տենդերը,